Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես վարչապետը տեսանյութ է հրապարակել գիծ գրառմամբ ֆինանսների նախարարության տարեկան հաշվետվությունը։ Տնտեսության համար ինչ տեսանելի ազդեցություն կունենա ապաշրջափակումը, կենտրոնական բանկի նախագահն ասել է, որ նման վերլուծություն դեռ չկա, դրական կազդի, բայց թե ինչ չափով պարզ չէ։ Ադրբեջանից ներմուծված բենզինի ազդեցությունը Հայաստանում գների վրա տեսանելի կլինի հունվարի գնաճի մեջ։ Լրագրողների հետ հանդիպմանն ասել է կենտրոնական բանկի նախագահը։ Մարտին Գալստյանն ասել է, որ նման վերլուծություն դեռ չունեն, որովհետև այդ ապրանքների քանակն ու ծավալը բավականին սեղմ են եւ սահմանափակ։ Այնուամենայնիվ որոշակի ազդեցություն կլինի բենզինի ներմուծման արդյունքում, սակայն կարծում է, որ այդ ազդեցություններն էական չեն լինի։ Նման վերլուծություն դեռ չունենք, որովհետև այդ ապրանքների քանակը եւ ծավալը, որոնք դուք նշում եք, բավականին սեղմ են եւ սահմանափակ։ Ինչ վերաբերում է կոնկրետ այդ մի ապրանքատեսակի, օրինակ բենզինի հետ կապված, եթե ճիշտ հասկացա ձեր դիտարկումը, իր հետ կապված ազդեցություններին, ես կարծում եմ, որ այդ ազդեցությունների հիմնական մասը մենք կտեսնենք հունվարի գնաճի մեջ, որովհետև դեկտեմբերի 20-ից հետո գների ազդեցությունները արդեն ընկնում են հունվարի գնաճի հաշվարկի մեջ, ուստի ես կարծում եմ մենք որոշակի ազդեցություններ կտեսնենք, ինչ այդտեղ պետք է նայել, թե ինչ չափով է ինքը ազդելու, ինչ տեսակարար կշիռ ունի զամբյուղի մեջ, ու ես չեմ կարծում, որ այդ ազդեցությունները տենց էական են լինելու կոնկրետ ամբողջ ՍԳ-ի ազդեցության տեսանկյունից, բայց ամեն դեպքում ապաշրջափակումը ես հիմնականում շեշտադրումը կանեի բաց սահմանների վրա, այսինքն եթե մենք ունենանք բաց սահմաններ ու տեղի ունենա ապրանքների ու ծառայությունների ազատ տեղաշարժ, ներմուծման եւ արտահանման տեսքով, ես կարծում եմ, որ դա դրական ազդեցություն է ունենալու մեզ վրա, բայց ինչ չափով էս պայդրությամբ կդժվարանամ որոշակի օրեն ասել։ Ապրիլին հայկական ատոմակայանը 5 ամսով կանջատվի երկրի էլեկտրացանցից, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը։ Ինչ վերաբերում է Իրան-Հայաստան գծին, ապա նախարարը հույս է հայտնել, որ 2026-ին գծի կառուցումը կավարտվի եւ այն կմիանա Հայաստանի էներգետիկ համակարգին, այդպիսով հնարավորություն տալով ավելի մեծ ծավալի էլեկտրաէներգիա արտահանել Իրան։ Դավիթ Խուդայթյանը տեղեկացրել է նաեւ, որ առաջիկա 10 տարիներին ատոմակայանը կշարունակի միացված մնալ մեր էներգո համակարգին, իսկ նոր ատոմակայանի կառուցման մասին կարևոր որոշում են ընդունել։ Շարունակվել է ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման առաջին ծրագիրը, մենք այնտեղ հաջող ընթացք ունենք եւ երկրորդ ծրագրի մասով, որը մեզ հնարավորություն կտա եւս 10 տարով երկարացնել ատոմակայանի շահագործման ժամկետը, այս մասով ունենք ընկած պայմանագրեր, աշխատանքը իրականացվում է օրացիային գրաֆիկին համապատասխան, իմիջիայլոց սա այն հարցերից է, որ հաճախ մամուլում շահարկումների առիթ է տալիս եւ կարեւոր է նշել, որ մենք գնում ենք հետեւողական երկարացման ուղղությամբ եւ վստահ ենք, որ երկարացման ծրագիրը կհաջողվի եւ առաջիկա 10 տարվա ընթացքում ատոմակայանը կշարունակի միացված մնալ մեր էներգահամակարգին։ Ինչ վերաբերում է նոր ատոմակայանի 2026 թվականի ընթացքում մենք կարևոր արձանագրում եւ կարևոր որոշում ենք ընդունել, այն է մոդուլային ատոմակայանի տիպը ինչպիսին պետք է լինի, մենք այս ատոմակայանի տիպը ինչպիսին պետք է լինի եւ մենք որոշել ենք, որ ատոմակայանի տիպը պիտի լինի մոդուլային։ Մենք շարունակել ենք ուրեմն ուսումնասիրել մեզ տրվող առաջարկները այդ մասով, մասնավորապես եւ Ռուսաստանի Դաշնության, եւ Միացյալ Նահանգների, եւ Չինաստանի, եւ Կորեայի, եւ Ֆրանսիայի մասով, բայց մոդելի ընտրության հետ կապված մենք վերջնական որոշում չունենք եւ մոդելի ընտրության հարցը կարծում եմ կիրականացվի արդեն 2026 թվականին կամ 2027 թվականին, որպես այդպիսին շատ շտապելու անհրաժեշտություն էլ չունենք։ Կախված մոդելի ընտրությունից արդեն կորոշվի նաև որ երկրի հետ ենք իրականացնում աշխատանքը, որովհետև դուք գիտեք, որ մոդուլային ատոմականների համակարգը որպես այդպիսին լայն տարածված չի եղել նախկինում եւ լրացուցիչ ուսումնասիրելու անհրաժեշտություն այս մասով կա, ինչը եւ մենք անում ենք։
Այլ թեմաներ Արշակ Սրբազանի կալանքը 2 ամսով երկարաձգվել է։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոն նստավայրում այսօր հրապարակվել է որոշումը։ Փաստաբանն ասել է, որ միայն վերացվել է Արշակ Սրբազանի քրոջ երեխաների հետ հանդիպան արգելքը։ Հիշեցնեմ, Սրբազանը 2025 թվականի դեկտեմբերի 5-ին կալանավորվել էր 2 ամսով։ Նա մեղադրվում է վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով պայուսակում թմրամիջոց դնելու համար։ Սրանով շարունակում է եկեղեցու դեմ ճնշումները, սրանով շարունակում Արշակ Սրբազանի նկատմամբ այս ամեն ինչ ինչ որ արվում էր շատ վաղուց սկսված, այս ամեն ինչ։ Այսինքն եթե լինի ազատության մեջ ինչ կլինի սրանով եւ եթե անազատության մեջ էին։ Այդ հարցերը տակ ապօրինի անազատության մեջ պահողներին եւ նման հրաման տվողներին։ Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ այսօր շարունակվել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը։ Այն վերաբերում է նրա պաշտպանության նախարար եղած ժամանակ Իսակովի պողոտայում գտնվող հողատարածքներն օտարելուն։ Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցերին եւ նշել, թե ընտրությունների մասնակցության վերաբերյալ երբ ունենան որոշում կասեն։ Խոսելով ընդդիմադիր միասնական ճակատով ընտրությունների գնալու մասին, Սարգսյանն ասել է, որ իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորվել է շատ բարդ խնդիր է։ Խոսքը չի վերաբերում մեկ ցուցակով գնալուն։ Որդեգրել են սկզբունք, որ իրենց թիրախում միայն իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանն են։ Ավելի վատին սպասեք, ոչ թե միայն իմ հանդեպ, բոլորի հանդեպ, այդպես ալնելու։ Երբ որ դատախազը իրեն համարում է իշխանության մաս, ինչ եք սպասում, շատ ավելի վատ ալնելու։ Քանդվել են նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները։ Գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ մեկնարկել են Սևանա լճի ափամերձ տարածքներում բացարձակ նիշից ցածր հողամասերում ապօրինի կառուցված շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքները։ Դատախազությունը միաժամանակ տեղեկացրել էր, որ ապօրինի շինությունների քանդման աշխատանքները շարունակվելու են 2026 թվականին։ Նախորդին ապամոնտաժվել են ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան, Պարիսպը, բետոնե հենապատերը, թեքահարթակն ու այլ շինություններ։ Դեկտեմբերից առ այսօր դատախազության միջնորդագրերի կատարման արդյունքում Սևանա լճի ափամերձ բացարձակ նիշից ցածր 14 հողամասում ապամոնտաժվել է տարբեր անձանց կողմից ապօրինի կառուցված հիմնական եւ ոչ հիմնական շուրջ 40 շենք շինություն։ Սևան ազգային պարկ ՊՕԱԿ-ի կողմից լուծվել է 2 պայմանագիր։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ աշխարհում կատարվող իրադարձություններին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ առևտրային գործարքի շուրջ եկել է համաձայնության, ըստ որի ԱՄՆ-ն Հնդկաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը 25%-ից կնվազեցնի մինչև 18%։ Թրամփը հայտնել է, որ Մոդիի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարբեր թեմաներ, այդ թվում առևտուրը, Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև պատերազմի ավարտը։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով իրենք Մոդիի հետ համաձայնության են եկել ԱՄՆ Հնդկաստան առևտրային գործարքի շուրջ, ըստ որի ԱՄՆ-ն կգանձի ավելի ցածր փոխադարձ մաքսատուրք, այն 25%-ից նվազեցնելով մինչև 18%։ Մոդին իր հերթին X սոցիալական հարթակում հայտարարել է, որ շատ ուրախ է ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու համար։ Երկու երկրների միջև առևտրային հարաբերությունները լարվել էին այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն օգոստոսին Հնդկաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ սահմանեց 50% մաքսատուրքեր, այդ թվում 25% պատժիչ մաքսատուրք Հնդկաստանի կողմից ռուսական նավթ գնելու համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը լավ է ընթանում եւ շուտով կարելի է դրական նորություն ակնկալել։ Կարծում եմ Ուկրաինայի եւ Ռուսաստանի հետ կապված գործերը շատ լավ են ընթանում։ Ես առաջին անգամ եմ խոսում այդ մասին։ Կարծում եմ մենք կարող ենք լավ լուրեր ակնկալել, հավելել է Թրամփը։ Միևնույն ժամանակ նա կրկին նշել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը բարդ է։ Փետրվարի 2-ին հայտնի է դարձել, որ անվտանգության հարցերով ԱՄՆ Ռուսաստան-Ուկրաինա եռակողմ աշխատանքային խմբի բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա փետրվարի 4-ից 5-ը Աբու Դաբիում։ Սպիտակ տունը հայտարարել է, որ նախորդ բանակցությունները բացառիկ կարևոր նշանակություն են ունեցել ռուս-ուկրաինական ճգնաժամի լուծման համար։
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի եւ անվտանգության խորհրդի նախագահները փետրվարի 1-ին ծանոթում են ստացել այն մասին, որ չիլիացի քաղաքական գործիչ ՄԱԿ-ի մարդու իրավունքների նախկին գերագույն հանձնակատար Միշել Բաչելտը առաջադրվել է որպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածու։ Ավելի վաղ Չիլիի նախագահ Գաբրիել Բորիկը հայտարարել էր, որ Մեքսիկան, Բրազիլիան եւ Չիլին համատեղ կառաջադրեն Բաչելետին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Բաչելետը 2 անգամ զբաղեցրել է Չիլիի նախագահի պաշտոնը 2006-ից 2010 թվականները եւ 2014-ից 2018 թվականները։ ՄԱԿ-ի ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2026 թվականի դեկտեմբերի 31-ին։ Գլխավոր քարտուղարը ընտրվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից եւ հաստատվում գլխավոր ասամբլեայի կողմից։ Նրա պաշտոնավարման ժամկետը 5 տարի է երկարաձգման հնարավորությամբ։ Իտալիայի նախագահ Սերջո Մատարելան օլիմպիական զինադադարի կոչ է արել Միլանում եւ Կորտինա դ'Ամպեցոյում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ։ Մատարելան հանդես է եկել միջազգային օլիմպիական կոմիտեի 145-րդ նստաշրջանում։ Թող սպորտի անզեն ուժը հարկադրի լռելու զենքին, ասել է նախագահը մեջբերելով Մարտին Լյութեր Քինգի խոսքը։ Մենք պետք է հասնենք այն խաղաղությանը, որը ցանկանում ենք տեսնել ամբողջ աշխարհում։ Հիշեցնենք, որ ձմեռային օլիմպիական խաղերը Իտալիայում տեղի կունենան փետրվարի 6-ից մինչև 22-ը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ժամանել է Կիև եւ Ուկրաինայի նախագահի հետ հարգանքի տուրք մատուցել պատերազմի զոհերի հիշատակին։ Համապատասխան տեսանյութը Զելենսկին տեղադրել է X հարթակի իր էջում։ Կից գրառման մեջ Ուկրաինայի նախագահը նշել է, որ Ռյուտեի հետ միասին հարգել են ուկրաինացի զոհված պաշտպանների հիշատակը։ Նա երախտագիտություն է հայտնել նրանց զոհաբերության համար։ Ռյուտեի այցը տեղի է ունենում Ռուսաստանի կողմից Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա հարվածների վերսկսումից հետո։ Անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խնդրանքով Ռուսաստանը դադարեցրել էր Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումը։ Ուկրաինան պատասխանել էր նույն կերպ։ Պաղեստինցիների առաջին խումբը Ռաֆահի անցակետով Եգիպտոսից վերադարձել է Գազայի հատված։ 12 պաղեստինցիների տեղափոխող ավտոբուսը ժամանել է Գազայի հարավային հատվածում Խան Յունիսի Նասեր բժշկական համալիր, բժշկական զննում անցնելու նպատակով։ Տեղեկություններ են հաղորդվում նաև այն մասին, որ բժշկական օգնության կարիք ունեցող պաղեստինցիների խումբը 2025 թվականի փետրվարից ի վեր առաջին անգամ հատել է Գազայի հատվածի եւ Եգիպտոսի միջև սահմանը եւ մուտք գործել Եգիպտոսի հյուսիսային Սինայի նահանգի հիվանդանոցներ։ Նախնական գնահատականներով ավելի քան 20,000 պաղեստինցի բուժման կարիք ունի արտասահմանում։ Եգիպտոսի սահմանին գտնվող Ռաֆահի անցակետը, որը Գազայի հատվածի հիմնական ելքն է արտաքին աշխարհ, փետրվարի 2-ին բացվել է հետիոտների համար։ Իսրայելական լրատվամիջոցները հայտնել են, որ բացումը փորձնական է։ Նշվել է, որ անցակետով անցումը կլինի սահմանափակ։ Օրական 150 մարդ կարող է լքել Գազան, 50-ը կարող են վերադառնալ։ Նաև ընդգծվել է, որ Եգիպտոսից Ռաֆահի անցակետով մարդասիրական օգնության մուտք դեպի Գազայի հատված չի թույլատրվի։ Իրանի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող Ջանաթ շուկայում խոշոր հրդեհ է բռնկվել, հայտարարել է Թեհրանի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Ջալալ Մալեքին։ Մալեքին ասել է, որ այրվել է մոտավորապես 2000 քառակուսի մետր մակերեսով տարածք, որտեղ գտնվում են բազմաթիվ կրպակներ եւ վաճառքի տաղավարներ։ Հրդեհի մարմանը մասնակցում էին 5 հրշեջ խումբ։ Վիրավորների մասին առայժմ տեղեկություններ չկան, հավելել է Մալեքին։ Իր հերթին Թեհրանի նահանգի շտաբ օգնության ծառայության ներկայացուցիչը հայտնել է, որ տեղում հերթապահում է մի քանի անձնակազմ։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։ Շարունակենք Սյունիքի մարզի Կապանի արվեստի թանգարանը հիմնանորոգված է, վարչապետն է գրել ու տեսանյութ հրապարակել։ Բացահայտվել է խոշոր խմբաքանակի շուրջ 23.4 կիլոգրամ մարիխուանա տեսակի թմրանյութի մաքսանենգության դեպք։ Մանրամասները պետեկամուտների կոմիտեի տեսանյութում։ Պետական եկամուտների կոմիտեն հավատարիմ մնալով պետության եւ հանրային շահի պաշտպանության իր առաքելությանը շարունակում է հետևողական եւ անզիջում պայքար մղել Հայաստանի Հանրապետության պետական սահմանով թմրամիջոցների ապօրինի տեղափոխման դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Օրերս ագարակ սահմանային անցման կետում, պետական սահմանից համակային անցման կետերում մաքսային սպասարկման եւ հսկողության վարչության եւ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները համատեղ մաքսային զնման են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ժամանած քաղաքացի ԱՓՀ-ի կողմից շահագործվող բեռնատար ավտոմեքենան։
Բեռնատարի կցորդի քառանկյուն սյուների միջից հայտնաբերվել է 34 թափանցիկ պոլիէթիլենային տոպրակով փաթաթված մարիխուանա տեսակի թմրամիջոց։ Փաթեթների քաշը կազմել է շուրջ 23,4 կիլոգրամ։ Թմրամիջոցի մաքսանեգություն կատարած լինելու անմիջականորեն ցակած հիմնավոր կասկածի արկայության հիմքով Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին ձերբակալվել է եւ տեղափոխվել Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ հարուցված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել, այնուհետև դատարանի համապատասխան որոշման հիման վրա վերջինի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Քրեական վարույթի քննությունը փոխանցվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն։ Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության, ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության, Սյունիքի մարզային վարչության, Վայոց-Ձորի մարզային վարչության եւ բարեկային ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է շուրջ 23,4 կիլոգրամ թմրամիջոցի հնարավոր տեղակայման վայրը։ Վերահսկելի մատակարարում եւ գնում օպերատիվ հետախուզական միջոցառման շրջանակում Երևան քաղաքից դեպի Մասիս քաղաք տանող ճանապարհահատվածում թմրամիջոցների մաքսանենգություն եւ իրացում կատարելու անմիջականորեն ցակած հիմնավոր կասկածի արկայության հիմքով ձերբակալվել եւ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել Հայաստանի Հանրապետության երկու քաղաքացի։ Ձերբակալված ԷԱ-ն եւ ՍՋ-ն ներկայացվել են քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում վերջինները ձերբակալվել են։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումները շարունակվում են վերոնշյալ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրաված հնարավոր այլ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Եվ եղանակ վաղը սպասվում են տեղումներ անձրևի եւ ձնախառն անձրևի տեսքով փետրվարի 5-ից 6-ը եղանակը կլինի առանց տեղումների։ Օդի ջերմաստիճանը կնվազի 5-ից 7-ի, շաբաթ նույնքան կբարձրանա։ Այսքանը դուք դիտում եք Update լրատվականը, հաջողություն։